Երբ ճշմարտությունը հաղթե զգացումներուն, երբ ճշմարտությունը հաղթե զգացումներուն, ասիգա բաղմությունն է, որ մենք կգարտանք Հիսուսի հարության հետ կապակցաբար, կամ ամենաշատ շեշտված եւ ամենազորավոր բաղմությունն է, որ մենք կգարտանք Աստվածաշունչին մեջ են, որովհետև կտեսնենք, որ ճշմարտությունը շատ կդարբերի զգացումները իրական կլան, բայց ճշմարտությունը նույնիսկ այդ իրական եղող բաներեն, զգացումներեն, պատահարներեն անտին են։ Հետևաբար ես կգարձեմ մենք պետք է հայտարարություն ունենք այսօր, հրճագում ունենք այսօր, ասելով ես չեմ շարժիր զգացումներես, որովհետև հարության օրը զգացումները սխալ փաստվեցան, որ այնինչ որ աշակերտները կսկային ճիշտ չեն, ես չեմ շարժիր տեսածներես, որովհետև հարության օրը տեսանելի իրականությունը բարձվեցավ, այնինչ որ աչքով գերևեր, ես կշարժի միայն այդ հիման վրա, որուն կհավատամ, այդ բանին, որ կհավատամ, եւ ես կհավատամ Աստծո խոսքին։ Հետևաբար սա կնշանակե Աստվածաշունչը մեզի կփորձե հայտնել, որ մեր հավատքը հիմնված է խոսքին վրա, ինչ որ խոսքը կսե, ինչքան ալ խոսքը մեր կյանքերեն ներս զարմանալի եւ դարօրինակ կթվի, Աստծո խոսքին համաձայն մենք անոր հավատանք։ Հարության առավոտեն այսպես տեսնենք, թե ինչ էր բաղմությունը։ Հարության առավոտին Մարիամ իր գարքին վիշտ կսկար, եթե գարտանք Հովաննու 20:11 հետևյալը գսե, իսկ Մարիամ դուրսը քերեզմանին մոտ կեցած գուլար, վիշտ կսկար, ցավ կսկար, զգացումները իրեն գդարաբեցնեին, որովհետև զգացումները ազդված էին իրական անցուդարձներեն, պայմաններեն, աշակերտներուն բարակային, աշակերտները գվախնային, երբ կգարտանք Հովաննու 20:19 գսե, այդ գիրագի օրը երեկոյան, երբ աշակերտները միասին հավաքված էին եւ թրներն ալ կոծած, հրյա ղեկավարներեն վախնալով, իրենց մեջ վախ ունեին, իրենց մեջ կասկած ունեին, իրենց մեջ դժվարություն ունեին։ Հետևաբար մենք կտեսնենք այդ բահուն, այդ ժամանակ լրջորեն զգացումները հարցակումի տակ էին։ Եվ ասիկա պատկեր է, որ հավատացյալներն ալ գունենան, հավատացյալը լալը չի թատրեցներ, որ տուն կասկած ունենաս, հավատացյալը լալը չի թատրեցներ, որ տուն վախ ունենաս, հավատացյալը լալը չի թատրեցներ, որ տուն ջնշված սկաս դժվարության մեջ լաս, ասոնց բոլորը դակավին քեզի կբադային, որովհետև քո հավատքդ կաբրիս մարմինի մեջ, ուր զգացումներ կան, մարմինը զգացումներ, որոնք գաստվին պայմաններեն, որ իրեն շուրջը գլան եւ աշխարհը վարբեդ է, լավ գիտե ինչպես քեզի զգացնե ցավ, դրդունջ, դգար, նվաստացած ամեն կերպով աշխարհը ընդհանուր աշխարհին երբ նայես, աշխարհի արդահայտության երբ նայես, կտեսնեք որ աշխարհը կտեսներ գնքված քերեզմանը աշխարհը գտեսներ գնքված քերեզմանը Մատթեոս 27:66 գսե անոնք ալկացին եւ քերեզմանը հսկողության դագարին քարը գնքեցին եւ զինվորները բահակտրին իրենց արչեւ Հիսուսի հետ հարաբերությունը երկինքեն եկող մեսիային հետ հարաբերությունը կոչված էր գնքված քարով իշխանության կողմէ գնքված էր իշխանության կողմէ արգելք տրված էր որովհետեւ այդ հարաբերությունը թատրի այդ հարաբերությունը գոդրի իրենց զգացումները այս բոլորին զգացումները գսեին վերջացավ Քանոք ունեցած է փորձառությունը, որում մեջը այսպես հույս չունեն արայլևս, հույսը կգդրի ամեն ինչ վերջացավ, պետք է այլևս մեր գլխունջարին նայենք, պետք է ուրիշ լուծում ունենանք, պետք է ուրիշ այս այն։ Քանոք ունեցած է իր կյանքի պայմաններու մեջ նման բաներ, ամեն ինչ որ զգացում կար իրենց մեջ, իրենց գսեր վերջացավ։ Եվ Ղուկաս 23:52 այս մեկը ասե, «Աբա խաչեն իջեցուց զայն բադանքով պատտեց եւ դրավ զայն ժայռապոր քերեզմանի մեջ ուր նախաբես ովևէ մեկը չեր թաղված»։ Ամեն ինչ վերջացավ իրենց համար, ամեն հույս որ ունեին, ամեն ինչ որ կմտածեին
Կեդին ինգավ, վերջացավ։ Իրենց բոլոր դեսածները, ինչ որ իրենք զգացում ունեին, ինչ որ գտեսնեին, գսեին, մահը հաղթեց։ Որովհետև մահը միշտ ճանցված է, որ բնավ չէ բարդված, ամենազորավոր թշնամին է մարդկության, մարդը ինչ թիրք, բաշտոն, բարձրություն ունենա, շատ բարձ է, որ մահին չի գրնար հաղթել։ Իրենք նորեն գտնվեցան, ամեն ինչ որ տեսակետ ունեին, մոտեցում ունեին Հիսուսի նկատմամբ, երբ մեռավ, այդ բահուն ամեն ինչ զգացումները բարձրացային գարդահայտեին, որ մահը նորեն հաղթեց։ Հովանու 19:33 կսե, բայց երբ Հիսուսի եկան, տեսան, որ անիկա արդեն իսկ մեռած էր, չգոդրեցին անոր սրունքները, որովհետև արդեն մեռած էր եւ մանավանդ որ գանուխեն, բայց երկինքը դարբեր ըսելիք ուներ։ Երկինքը դարբեր ըսելիք ուներ։ Ղուկաս 24:6-ի մեջ կգարտանք հրեշտակը գիներունսավ հոշչեան հարություն արավ։ Դագավին գիները եկած էին իրենց ավանդական մշակութային բարդականությունը անելու, հուզված էին, գուլային, դժվարության մեջ էին, բայց տեսեք, հրեշտակ եկավ եւ իրենց հայտնեց դարբեր տեսակետը, որ իրենց զգացումներու մեջ ինչպես գարտացին գոյություն չուներ։ Իրենք գնայեին լման դարբեր, իրենց զգացումները գսեին վերջացավ, մահը հաղթեց, այս եղավ, այն եղավ, հրեշտակը երկինքը եկավ իր տեսակետը տվավ, հոսչեան, հարություն արավ, հիշեցեք ինչ որ ըսավ մինչ դագավին ցեզի հետ Գալիլեա գտնվեր։ Հրեշտակը ըսավ հոսչե, հարություն արավ, հիշեցեք ինչ որ ցեզի ըսած էր։ Ուրեմն հրեշտակը նոր բան չսավ, իրենց ըսավ հիշեցեք ինչ որ խոսքեր ցեզի ըսած էր Հիսուսը։ Իրենց դարավ, որ իրենց զգացումներեն ավելի անտին երթան, իրենց զգացումները դգար գոդրված նվաստացած վիճակի լալեն առաջ Հիսուսի խոսածներուն երթան եւ անով քաչալերվին եւ անով սկսին իրենց քայլերը առնել։ Ուրեմն հրեշտակը ուզեց որ Հիսուսի խոսքերը լսեն եւ Հիսուսի խոսքերը լսելեն ներշնչվին, զորանան, վստահություն շինեն եւ գարենան անցնել բոլոր այդ զգացումները, որ գարտացինք կամ այդ զգացումները, որ իրենք ունեցան։ Ուշադիր մտիկ ըրենք սիրելիներ, անոնց զգացածը իրական էր։ Քանի օքի գիտե որ անոնց զգացածը իրական էր, որովհետեւ զգացածը իրական էր։ Հիսուսը մեռավ, մահը հաղթեց, իրեն բռնեցին, մենք ակնկալ էինք զորավոր էր։ Իրենց դեսածը, զգացածը իրական էր, բայց ճշմարտությունը չէր։ Շատ անգամ մենք մեր առջև կտեսնենք բաներ, որոնք իրական են, բայց ճշմարտությունն են։ Բիղադոսը բռնած էր Հիսուսին եւ գտադաբարդեր։ Իրականություն մներ, բայց Հիսուսը ասավ, ես ճշմարտությունն եմ։ Բիղադոս իրեն գտադաբարդեր, բայց Հիսուսը ասավ, ես ճշմարտությունն եմ, ճշմարտության համար եկած եմ։ Անոնց դեսածը իրական շոշափելի դեսանելի էր, բայց վերջնական չէր։ Մեր մարդկայինը սահման ունի տեսնելու մեջ, եթե ես գապված եմ զգացումներս ինչ կտեսնեն, զգացումներս ինչ կզգան, ասոնք սահման ունիմ, ես չեմ գնար բադեն անտին տեսնել, արջևս թրված սենարիոյեն անտին տեսնել, ես չեմ գնար անգնոց մի ավելի տեսնել, բայց ադիգա հավատքիս հագարակ ես չեմ գնար ընդունել այդ մեկը եւ անդեսել հավատքս, պայմանները երբ կան քեզի գստիպեն որ անդեսես քո հավատքդ եւ պայմանները երբ կան ու մարդոց աղաղակնալ քեզի գսե նայր անխելք մի լար իրականություն մգա 4 կողմդ նայե մեկ հատ ամեն մարդու հետ ինչ կբադահի քեզի գսե քեզի ալ այդպես պիտելա բայց երբ հավատքիդ լսես հավատքդ այդպես չսեր եւ մարդիկ այսօր այս ներկա ժամանակին հավատքը խենթություն նկատած են այդ հավատքը որ հավատացյալներ կհավատան այսօր իրենց համար խենթություն նկատածված է 4 կողմդ նայ իրականությունը դես մարդոց համար հավատքը անուն եղած է բադեն գախված քադր մի եղած է եւ ոչ թե հավատքով շարժելը կարեւորություն հետեւաբար դեսանելի իրականություն մներ իրենց տեսածը որ որևէ գասկած չկար վրան բայց վերջնականը չէր Թուն քու ցանկիտ արորյայի մեջ ինչ կսեբես վերջինը քու դեսածդ ոչ թե քո հավատքդ որովհետև ճշմարտությունը իրենց սկացումներուն
որովհետև ճշմարտությունը իրենց զգացումներուն մեջը չէր, իրենց զգացումներեն դուրս էր ճշմարտությունը խոսքին մեջներ, որ Հիսուս գանխավ հայտնած եւ խոսած էր։ Եվ մինչև այսօր նույնն է, ճշմարտությունը խոսքին մեջն է, Տեր Հիսուսի ըսած խոսքերու մեջն է, մենք պետք է այդ խոսքերով տեսնենք հերու պատկերը, հերու նկարը եւ ոչ թե մեր շուրջ գտնվող պայմանները դիրեն, ազդեն, որոշեն եւ մեր քայլերը որոշեն։ Հիսուս աշակերտներուն ըսած էր, որ հարություն պիտի առներ, բայց երբ բահը հասավ, որ ինքը մեռավ, որովհետեւ հարություն առնե, աշակերտները մոռացած էին Հիսուսի խոսքը։ Տեսեք, խոսքը լսեցին, բայց երբ պայմանները եկան, իրենք պայմաններուն արժեք տվին, խոսքը, խոստումը հարության մոռացվեցավ։ Մեր առօրյայի մեջ մենք խոսքը լավ գիտենք, մեր խնդիրը խոսքը գիտնալուն հետ կապված չէ, մեր խնդիրը խոսքը դժվարության ադեն կորձի տնելուն կապված է։ Կանեք դες է։ Մենք խոսքը լավ գիտենք, աստվածաբանություն գիտենք, միշտ կարոզ գլսենք, միշտ նյութերնից աստուծո խոսքին հետ կապված է, բայց երբ դժվարության մեջն ենք, գարդոնենք, որ մեր զգացածները, մեր շուրջ գտնված իրականությունները մեր վրա դիրեն, անդեսենք վերջին խոսքը որուն է։ Մենք ունենք չէ մեր ժողովրդային ոճով վերջին ըսելիքը ինձի պիտի լա, վերջին խոսքը մեզի պիտի լա, չէ՞։ Վերջին խոսքը որու է իմ կյանքիս մեջ։ Հետևաբար եւ աշակերտները գհետևեին իրենց զգացումներուն, մենք շատ անգամ կստիպվենք կյանքի պայմանները, որոնք յետևի կան, քեզի շունչ առնել չեն դար, որպեսզի հանգարց չմտածես, որ դու հավատացյալ ես եւ գրնաս հավատքով շարժիլ եւ գրնաս հավատքով հաղթություն ձեռք բերել։ Պայմանները այդպես եղած են կյանքի, բայց երբ դու հավատքովդ քալես, անոնց ընթացքը կսկսես փոխել, ընթացքը։ Հետևաբար աշակերտներուն հետ բադահածը այդ բادرազն է, որ մինչև օրս մենք կթիմակրավենք, թեմ գտնենք, մեր կյանքերուն ալ կհանդիպին։ Արդյոք քու սկացածներդ պիտի ապրիստուն, արդյոք քու սկացածներդ պիտի ապրիս, թե խոսքը պիտի ապրիս, որ մեկը գորոշես ապրիլ քու կյանքիդ մեջ։ Սկացածները ապրիլը բնական այս աշխարհի հոսանքին մեջ ըլլալն է։ Չես որոշեր սկացածներդ ապրիլ, արդեն աշխարհը քեզի բավական լեցուն զգացուն դվեր, արդու աչքդ բանալեն, մինչև գիշերը քնանալդ, եթե բնավ գրծար գիշերը քնանալ, սկացումները լեցուն են։ Բնական ծրիորեն, բայց երբ կուկաս խոսքը ապրելու, կնկատես որ դուն պայմանները, որ 4 կողմեդ կուկան, խոսքը անոնց թեմ պիտի տնես, խոսքը անոնց թեմ պիտի տնես, քու խոսքը ընդունելու գեցվածքը ցույց պիտի, ինչպես երբ Հիսուսը փորձության դարվեցավ եւ այդ վերջին 3 փորձությունները, որոնք հիշված են, այդ փորձություններում մեջ Հիսուս վեճ չերներ սատանային հետ։ Չեր ցուցներ սատանային, որ ինչքան աստվածաշնչական համարներ գիտե, ինքը իր գեցվածքը ցույց կտար, գսեր ին գեցվածքս ասե, ես այսպես գաբրիմ, այսպես որոշած եմ, ասկե անտին չեմ ուզեր, իր ֆիզիկական գերագուրին հետ կապված էր եւ ասա որ ես կվստահիմ հոր իմ հացիս համար, ինքը թող որոշե, եթե գուզե դալ, եթե չուզեր դալ, ես այսպես օքեյ եմ։ Իր парքին համար, իր բադիվին համար, իր մեծնալուն համար, իր գոչումին հասնելուն համար, նպատակին իրականացնելու համար վստահած էր հոր գամքին։ Հետևաբար, որովհետև մեր կյանքի մեջ Հիսուս հարություն արած է, ես չեմ շարժիր իմ վախերես, կյանքի վախերեն, որովհետև մահն անգամ չգրծավ զինք բռնել, Հիսուս հարություն արավ։ Երևցածը, դեսնվածը, ըսկացվածը դարբեր էր, բայց Հիսուս հարություն արավ, այդ փոլորեն անտին ճշմարտություն մգար, որ ոչ ոք կագնգալ էր, հետևաբար ես գմերժեմ շարժիլ իմ վախես։ Իմ կյանքից մեջ իմ անձնական փորձառությանպես լեցուն անգամներ վախ կունենամ, լեցուն անգամներ։ Վախը ինձ մեզ բնավ հերու չեր թար, ամեն թեպքի մեջ մեկ հատ կայցել է։ Մեկ հատ կուքա վախի թևը, որ նայի որ պիտի վախնաս,
Անիկա գերտա հետո հոկա մույս թևը տեսնեք ասկած պիտի ունենաս, հետո գերտա գուկա մույս թևը գնայի որ թուն ադելություն պիտի ունենաս, հետո գերտամ գուկա մույս թևը ուրիշ բանով։ Եդևի գուկան կփորձեն որ մեկում մեջ թերի ես, որբեսի հոն անոնք քու վրա լավ մաշխատին եւ կյանքը դագնու վրա անեն։ Հետևաբար քանի Հիսուս հարություն արավ, ես իմ 4 կողմս եղած պայմանները պիտի չարդոնեմ, որ իմ վրաս դիրեն եւ ես վախ ունենամ։ Ես չեմ շարժիր եւ պիտի չշարժիմ իմ դեսածներես, որովհետեւ քերեզմանին քարը կլորվեցավ։ Այդ արգելքը որ տրված էր իմ եւ Հիսուսի միջև, այդ արգելքը որ տրված էր եւ ինձի գսեր որ այդ խոստումները որ խոսվեցան ամբողջ վերջացան, այդ քարը ելավ, այդ քարին գնիկը տնող իշխանությունը անդեսվեցավ երկինքի քով, երկնայինին քով, այդ քարը եւ անոր վրա գնիկ տնելը իմաստ չունի, իշխանությունը հոն չեր հասներ։ Հետեւաբար ինձի հայտնվեցավ որ երկինքը գուզե որ ես անցնիմ այդ կլորված քարեն, իմ արջևս դրված քարեն, ես չեմ շարժիր ըսկացումներս, որովհետև խաչը ըստ երևույթին վերջը չէր։ Այսօր բահի ադենալ գեղեցիկ կերպով ներկայացուցին, որ խաչը վերջավորությունը չէր, խաչը իրականության մեջ սկիզբն էր, նոր կյանք տվավ։ Խաչին վրա մեռավ, որովհետեւ նոր կյանք տա, բայց եթե ես իր մեռնելուն կապված մնամ, միայն պիտի լամ։ Բայց եթե ես դեսնեմ, որ մեռավ, որովհետեւ ես կյանք ունենամ, ես պիտի սկսեմ շարունակել։ Քու կյանքիդ մեջ մի որոշեր, բանիմը վերջը, երբ Աստված դակավին վերջը չեսած քեզի։ Մի ընդունիր կյանքիդ մեջ գրկնվող դժվարությունը, որ քեզի կփորձեն համոզել, որ ասե վերջը, դու նսես, օքեյ, ասե ուրեմն վերջը, որովհետև ըստ երևույթին ամեն ինչ որ 4 կողմս կա ցույց կտա, որ ասե վերջը։ Նայե որ Աստված ինչ կսե։ Արի դուր Աստծո սելիքը լսես կյանքիդ մեջ։ Աստված սելիք մը ունի այս հարցին մեջ, այս նյութին մեջ։ Հավատացյալները ընդհանրապես երբ Աստված գաբրին զգացումներեն, դեսնվածներեն, իրեն 4 կողմի իրականություններեն, իրենց մեջ կգազմեն գեցվածքը, որ այլևս սիրտ չեն ունենար սпасելու Աստծո։ Եվ վադոր համար գաղոթեն արակ աղոթքը, նույնիսկ աղոթածադենին գործընծուցած կլան ակնկալությունը, որ Աստված գրնա պատասխան տալ իրենց։ Քանի օքի ունեցած է այդպես, աղոթած է եւ չգեցած մեկ վարյան որ պատասխան արդե, քանի օքի ունեսեր է։ Որովհետեւ արդեն գործընծուցած է հույսը, որ քեզի գրնա պատասխան տալ։ Բայց Աստվածաշունչը կփաստե որ ամենաբարձ բաներում մեջ, որ մարդուս կյանքին ընթացքին կհանդիպի, Աստված եկած եւ պատասխան տված է, Աստված օգնած է, ինչպես անցյալ օրը գսեի։ Ռեբեկան զույգ ուներ փորին մեջ։ Չէր գիտեր ինչ կանցնի գթարնա, աղոթեց Աստծո արծուց։ Աստված ալ չսավ իրեն գքիտնաս վերջը, եկավ իրեն բացատրություն տվավ։ Եվ բացատրության հետ մարգարեություն ալ տվավ։ Այսինքն կյանքի մանրամասնություններուն մեջ մտավ։ Աստծո համար մարդուն կյանքը արժեքավոր է։ Աստծո համար մարդուն կյանքը Աստծո դված կյանքն է, որ պետք է բատվվի, պետք է հաղթության հասնի։ Աստված կհսկի անոր։ Հետևաբար կշարժիմ միայն իմ հավատացածներես եւ կհավատամ, որ Հիսուս հարություն արած է, այդ բոլոր արգելքները, որ տեսնվեցան, գոյություն չունին այսօր։ Հետևաբար սիրելիներ, սկացումները հաջող գհետևին թեփքերուն։ Ինչ թեփ կբադահի շուրջդ, սկացումները բոլորեն դեղյակ է, լավ իստիբելգն է, լավ քաշողական ուժ ունի, բոլորը կքաշե իր մտքի մեջ, կսկսի անոնք մտածել, անոնցմով շարժիլ։ Թեփքերուն հետ կապված են սկացումները, բայց հավատքը կհետևի ճշմարտության։ Եվ որ թեփքերը կշատնան 4 կողմդ, եթե հավատքի ցայնը մտի գնես, գնայիս հավատքը դուրիշ բան կփնդրե։ Բայց երբ նայիս թեփքերուն հետ կապված սկացումները ինչ կսեն, կտեսնես որ չի փնդրեր հավատ, միան թեփքերեն գախյալ է։ Անոր համար նայ որ հավատքով նայիս, հավատքը ինչ կսե քեզի։ Մի հրաժարիր քո հավատքեդ։ Խիստ եղիր, համար եղիր հավատքիդ ըսածը տեսնելու համար կյանքիդ մեջը։
Ուրբաթ օրը զգացումները ջնշված էին, չախչախված էին աշակերտներուն զգացումները։ Գիրագի օրը ճշմարտությունը հայտնվեցավ։ Գրնաս տարբերության նայել։ Գրնաս տեսնել, որ կյանքիդ մեջ օրեր եղած են, որ ինչպես դու ընկճված ես, ասի վերջը, այլևս վերջացավ, ամեն ինչ գնաց, հետո մի քանի օր վերջը պայմանները կփոխվին եւ ուրախությունը հարությամբ էս ուրախություն գլա։ Ճիշտ նույնն է, հավատքին կորձը, ճշմարտության կորձը այդպես հարության հայտնության պես է, որ քու կյանքիդ մեջ կուկա, դու կյանքիդ տածքին որ հանգրվանին մեջ կյանք կառնես։ Առաջին թե կսպասես, որ երկրորդը կա։ Երբ զգացումներդ քեզ շարժեն, կյանք կառնես, թե կսպասես մինչև որ Աստծո պատասխանը եւ հայտնությունը, ճշմարտությունը հայտնվի քու կյանքիդ մեջ։ Հարությունը մեզի հետեւյալը կսորվեցնե. քու ամենացած նվաստացած բահուտ մեջը գրնաս հանդիպիլ Աստծո մեծ զորության։ Քու դգարությունդ, քու նվաստացած վիճակդ, քու որևէ մարդկային ցած վիճակդ արգելք չէ, որ դուն հանդիպիս Աստծո։ Դգարը թողսե կսե ես զորավոր եմ։ Դերը Բողոսին ասավ իմ շնորհքս, իմ զորությունս գերեվի գահիտնվի քու դգարությանդ մեջ։ Իմ դգարությունս արգելք չէ, որ ես վայելեմ Աստծո զորությունը, որովհետև Աստծո զորությունը կյանքիս մեջ կուքա իմ հավատքես ոչ տեսնված պայմաններեն, տեսնված իրականություններեն, քու հավատքդ աժանով մի փոխարիներ, աժանով մի ձախեր, քու հավատքդ պետք է կործածես պայմաններուն վրա փոփոխություն տեսնելու։ Պայմանները ոչ կսեն, հավատքդ այո կսե, բռնված մնա հավատքիդ, դուն հաղթություն պիտի տեսնես։ Գերդվե հավատքովդ, գրտվե հավատքովդ, մարզվե հավատքովդ եւ դուն պիտի գարենաս հաղթություն տեսնել։ Տեսեք սիրեներ, պայմանները պիտի չխնայեն ձեզ։ Պայմանները օր մնալ պիտի չսեն, որ շատ բեռնավորվեցավ, քիշերը մեղք է քունը փախցուց, պիտի չսեն։ Եվ որ չես տեսած, որ պայմաններն ու բարակաները այսպես խնայեր են քեզի, ասեր են մեղք է, այս քիշեր ցկենք թող բարգի։ Չկա այդպես բան։ Միայն հավատքդ քեզի գազադակրե պայմաններուն փերած աստեցությունները։ Հետևաբար աշակերտները սկսան ժամանակ մտածել Հիսուսը հավատքով, որովհետև Հարութենեն հետ սկսավ իրենց հավատքը, նայվածքը փոխվել։ Ինչպես պետք է քուգդ փոխվի, առօրյայի մեջ պետք է նայվածքդ փոխվի։ Պետք չէ մոռանանք Թոմասի պատմությունը Հովաննու 20-ի մեջ, որ Թոմաս հետևյալ խոսքը ասավ. մինչև որ կամերուն հետքերը չտեսնեմ անոր ցերքերու մեջ ու մատներս չտնեմ կամերուն դեղերը եւ ցերքերս չտպցնեմ անոր գողին, չեմ հավատար։ Չեմ գրնար հավատար, մինչև որ չնեմ։ Հիսուս անգևերջ եկավ եւ ցույց տվավ, բայց ցույց տալի այդ գեղեցիկ քաչալերական պատասխան մնալ տվավ, ասավ Երանի անոնց, որոնք առանց զիս տեսնելու կհավատան։ Գիտեք, Երանի ասել է երջանկություն, ուրախություն, Երանի ասել է փաղթավորություն, Երանի լավակույն մաղթանքներուն մասին կխոսվի, երբ Երանի գսե, մեկը որ արժանի է։ Հետևաբար, երբ գսե Հիսուս երանելի ես, երբ հավատքովդ կշարժիս, նույնիսկ երբ տագավին չես տեսած, սա կնշանակե նաև, որ մենք գրնանք առանց տեսնելու ակնկալված պետք եղած հավատք ունենալ եւ ապրիլ։ Հետևաբար այս է պատմությունը մեր սերունդին, որ մենք պետք չէ շարժինք մեր դեսածներով, մենք կշարժինք մեր հավատացածով։ Ամեն, մենք կշարժինք մեր հավատացածով։ Այսօր այսպես կհարցնեմ, որ մեկ քերեզմանի քարը արչևդ կեցած է։ Ինչ է քո արչևդ գտնվող քերեզմանի քարը, որ կփորձե արգելք տնել քեզի Աստծո կողմէ դրված խոստումին։ Սկացումդ քարին համաձայն է, ոչ թե սկացումներդ կրթված են քարեն անտին եղող ճշմարտության, որ մեջը հարություն ունի։ Որ մեկն է։
Դերևս շատերուտ համար այսպես քիչ վդարօրինակ թվի, բայց քարը վերջը չէ։ Ոչալանոր գնքված լալը վերջն է, ճշմարտությունը անգե անտին է, որովհետև խոսքը այդպես ասած է։ Կուզեմ այդ համեմատությունը անես, որ ամեն ինչ ցույց կդար, որ վերջացավ։ Բայց ճշմարտությունը խոսքի մեջ քարեն անտին էր, որ հարություն արավ։ Հետևաբար մեր զգացումները վերջ կտնեն ամեն ինչի։ Կյանքի որ պայմանը արջևդ գեցած է, գնքված է, չի բացվիր։ Որ մեկ խոստումը կտեսնես, որ մեռած է կյանքիդ մեջ։ Գա խոստումը, որ Աստված տված է եւ քու կյանքիդ մեջ մեռած է։ Անիկա մեռած է ոչ թե որովհետեւ Աստված ուշացած է։ Մեռած է, որովհետեւ թուն հարության հույսը գործընծուցած ես քու մեջդ։ Մեռած է, որովհետեւ թուն որոշեր ես ապրիլ դեսածներուդ, պայմաններուն եւ այն բաներուն համաձայն, որ դու կսկաս։ Մերժե այդ խաղապարը։ Քու կյանքդ կգարտաս քու թեմդ գտնվող գնքված քարին համաձայն, թե խոսքին համաձայն։ Միասին եւ իմ յետևես ցուգալ Երանի ասեք, ես չեմ շարժիր իմ զգացումներս, ես չեմ շարժիր իմ դեսածներս, ես կշարժիմ միայն հավատացածներուս համաձայն։ Ես կհավատամ, որ քերեզմանը բարապ է, մահը բարդված է, Հիսուս ողջ է, եւ որովհետեւ անգաբրի, իմ աբակաս ողջ է, իմ գոչումս ողջ է, իմ հաղթությունս ողջ է, զգացումներս չեն կառավարեր եւ չեն դիրեր ինձի։ Հալելույա։ Երբ բամը լսես, երբ Աստծո խոսքեն բամը հայտնվի քեզի, դες մի արդոներ, որ ադիգա մտքիդ մեջ հայտնությունը լամիան, մի արդոներ, որ մտքիդ մեջ հայտնությունը լամիան, հապա նաև որ սիրտիդ մեջ հայտնություն դառնա։ Մի ընդունիր, որ ասիգա լավ խաղապար է, օգտակար խաղապար է, հաջող խաղապար է, կրնանք օգտվիլ ասկե, մտքով ակնկալություն մի ունենար միան, հապա ներքնաբես շնորհակալ եղիր, որ Աստված այս արիթը դվեր է եւ բռնված մնադոր։ Տեսեք նորեն գսեմ, շատ թյուրին է զգացումները դարվին պայմաններ են, շատ թյուրին է, ծրի է։ Միակ ծրի բանն է աշխարհի մեջ դժվարությունը, հիվանդությունը, նեղությունը եւ ասիգա սատանային աշխատանքն էր, որ մարդը մեղքի մեջ դրավ, որովհետեւ մարդը մեռնի, վերջապես սատանան լսած էր, որ Աստված կսե, եթե այդ զարեն ուտես, ինչ պիտի լաս անպայմանորեն պիտի մեռնի, սավ հալելույա, եկեք կերցնենք այս զարեն, թող որ մեռնի։ Մեռնիլ ինչս էլ է, գիտեր որ պիտի չմեռնի, որովհետև Աստված չի մեռնիր։ Եվ մարդը, որ Աստծո պատկերի նմանություն ունի, եւս պիտի չմեռնի իբրև հոգի, բայց մարմինի մեջ մահը պիտի թակավորե։ Եվ ինք գիտեր, եւ այսօր իր ծրագիրն է բոլոր մահվան հետ կապված բաները ծրիորեն քեզի հրամցնել։ Եվ ասել նա է ասե իրականությունը, եւ ասել նա է ասե աշխարհը, որ Աստվածը ստեղծեց։ Նա է եթե Աստված կսիրե, ինչու համար այս բաները գլան ուրեմն, եւ քեզի կփորձի ավելի եւ ավելի բաժնել Աստծուց մե, թուն հագարակ եղիր, ասե Քրիստոս հարություն արավ։ Այդ հարությունը մեր մեջն է։ Մենք երկնքի մեջ նստած ենք Քրիստոսի հետ, ինչպես Եփեսացիներու գրգված նամակի մեջ կգարտանք։ Մենք երբ նա քաղաքացի ենք, մենք որդի ենք, եւ գսե մեզի հոգին չդվա, որ մենք վախով ապրենք, հապա իբրև որդիներ ապրենք։ Արթնցուր քու մեջդ պայմաններուն թեմ խոսիլը, արթնցուր քու մեջդ դժվարության թեմ խոսիլը, արթնցուր քու մեջդ քու սկացածներուդ թեմ հավատքդ խոսիլը, քու դեսածներուդ թեմ քու հավատքդ արդահայտվիլը, փորձառությունը շինե եւ վայելե ադիգա, չկա դժվարություն, որ տշնամին սատանան կյանքիդ մեջ բերե եւ անոր թիմած Աստված իր պատասխանը չունենա։ Չլաթուն պայմաններեն Աստված գարձես, որ ասե վերջը, նայե չելլեր,
Գելլե երբ թունգը հայտարարես, երբ խոսքեն կշարժիս։ Հալելույա։